ողջույն։ Ընկերներ ջան, ես այսօր հետաքրքիր անակնկալ ունեմ ձեզ համար, իմ թորնիկների ասած ուզրեցի սյուրպրիզ ունեմ։ Այսօր ես որոշել եմ այս անգամ իմ եթերը իմ շատ սիրելի մի անձնավորության հետ վերջում կասեմ ով է, ինքներդ կտեսնեք ով է, որոշել եմ այսօր մի փոքրիկ խոհարարական հնարք ձեզ ցույց տամ։ Իշլի քյուտավ սպաս։ Իմ ընկերն ասում է կառոնի բլուտանա։ Ես շատ սիրում եմ, ես նոր տարուց հետո միշտ երկրորդ օրը այս իշլիք մի ժամանակ բորշ է եփում, որ ջրիկ լինի, որտեղ ամբողջ օրը մենք պինդ բաներ ենք ուտում, դրա համար ես իշլիք ուտեմ, բայց ես իմ ռեցեպտով, որտեղ ես մոգոնելու բնավորություն ունեմ, ամեն ինչին մոգոնում եմ, եւ սալատների մեջ կլինի, թե ճաշերի մեջ կլինի, մի համով բան է սարքում, ստացվում, որտեղ կինենքը պետք է լինի հմուտ ուղեղի, խոհարարությունն էլ է, այդպես պարտադիր ռեցեպտով կարդամ, այսքանից, ես խմորեղենն էլ երբեք չափով չեմ արել։ Խանութում էլ որ մի բան ուզում եմ վերցնեմ, ինձ հարց են տալիս, ինչքան ես ուզում, ասում եմ, չգիտեմ, աչքա չափով, տոպրակը նայում, ասում եմ, այսքան հերիք է։ Հիմա արդեն ես սպասը արդեն ինքը մածուն էփել է, ես ասեմ ոնց եմ արել, մի ժամանակ ալուրով էի բացանում ձուն, հիմա այդքան ալուրով չեմ անում, մի ձու կարակ, խնոցու կարակ եմ ես ընդհանրապես օգտագործում, տենց հարել եմ, սմետան եմ բավականին մի 4-5 կթալ լավ սերուցքային է ինքը, հետո մածունը, խանութի մածունը չեմ առնում ձեզ ասեմ, բանկաներով եմ վերցնում, այստեղ մի տեղ կա, այդտեղ շատ լավ մածունի սմետան եմ բերում, հիմա ինքը արդեն թանեփեց, եւ տեսեք աղը լցրել եմ, այդտեղ ձավար չեմ անում, տեսեք ինչ եմ լցնում, տեսեք, ես վերջից այդքան չեմ եմ սիրում, բայց սպասի միջին համով է, համ յուրահատուկ, ես եմ տանը պատարակած չեմ օգտագործում, եթե ամեն ինչ աչքա չափով է, տնավար է ամեն ինչ սարքում եմ, մի բուր, երկու բուր, այսինքն աչքա չափով ես արեցի իրեն, այս բանը, ավսանկա, այդեմ ավսանկա ընենց համով է, կփորձեք, հիմա մի քիչ թող ինքը եփի, ինքը բնդանում արդեն, դրա համար էլ ալուր չեմ ուզում, ոնցորդի մի քիչ եղավ, ամեն ինչ աչքա չափով համով է լինում, համ լավ է, սկզբնականում կփորձեք, որտեղ ձեզ համար կդառնա սովորական մի բան, հետո ինչ եմ անում, այս կողքից մի քիչ սալաթը սարքի միջև նա լինի, բողկը որ առել եմ, բողկի հետևային իրա պոչերը որ կա, կանաչի ես դա չեմ թափում, ինքն էլ է շատ համով ու օգտակար, սա արդեն լվացել եմ, կտրել եմ, ու վրան մի քիչ կանացու խոհարի կանաչիներ եմ լցրել, հիմա բողկը շուշուտ ես կանեմ, մաները սենց խորքնարեք, ես չեմ կարողանում եմ որը սենց տամակով խոհարիների նման արագ սենց խփում, կարող մացից կտրել, բայց սենց էլ է, ես ամեն ինչ արագ եմ անում, ամեն ինչի պիտի առաջինը, որ ասում են ամեն ինչ սիրով պետք է լինի, ես կասեմ հավեսով, ամեն ինչը հավես պիտի տնես, հավես, ամեն ինչը մարդու հավեսից է կալի, հավեսով որ կտրտում ես, արդեն ինքը սերը գալիս է, հավես չեղան ոչինչ չես անում, իմիջալուց ոչինչ չեն անում, ես էլ ես տնում ենք տեղը, Մամաս միշտ ասում է, բանը վերցնում ես իր տեղի, գործ չի լինի, ես էլ լսել, մոռացել եմ իմ ավադուկը տնեմ, ես իմ խոհարարական ավադուկն է, ես միշտ սոստենում եմ, ես էլ եմ, հիմա աղը, մի քիչ աղ լցնում, ելս ես էլ աչքա չափով, հետո մի քիչ բիբար կարանք լցնենք, ես թող չնայենք, ուր է բիբարը, աստեղ ունեմ, ես աղու բիբար սավ իրար հետ է, ես սմետան ենք լցում, փորձեք տեսեք ինչքան ինքը համով է լինում,
Էսենց կխառնեք։ Միջև ինքը սենց մի քիչ քաշի։ Հիմա մեր քյուֆտիկներն ենք լցնում։ Նայեք, իջլի քյուֆտաները ինչ, քանի հոգի կամ ինքը մի հատ գցեք։ Ինձ թվում է այդ շորտը բավական է։ Դրանք ունենք տեղը, մամայիս ասածն եմ հիշում։ Հետո մի բան, որ դնում է սառնարարը կամ դարակները, անպայման մի հատ տակն էլ մաքրի նոր դիր։ Ու տեսնես քեզ գուրշ չի լինի։ Ու մեկ որ կանայք այդ նոր տարվան սկսում են, ասում են ու որկա ենք անում, ես ասում եմ, ամբողջ տարի դու ինչ ես արել, որ հիմա նոր տարվան դու պետք է այդքան ու որկա անես։ Ու մաքրում են, ամեն օր էլ երբեր մաքրում են տունը, բայց այս նոր տարվան այնքան կերտ ու զիբիլը փոշի շորը, որ լվանում ես, տեսնում ես, ես ինչ սևացել է։ Ես էլ ես սալատ եմ։ Ուզում եք սմետանը շատ լցրեք, ուզում եք քիչ լցրեք, ամեն ինչ ձեր բերանի համից է գալիս, սա արդեն պատրաստ է, հիմա կդրեմ անպայման դիման խմեմ, որովհետև չեմ կարողանում, սառը հյութեր եմ խմում, իսկ կանաչ հյութերն եմ շատ սիրում, ես մեկը խնձոր է, լավն է, հետո տեսեք ինչ եմ լցնում ես սպասել։ Մարդկա սոխարած էլ անում, ես չեմ անում սոխարած, մարդկա սոխ չի սիրում։ Հիմա ինքը ես քյուֆտիկները որ էփեց, ինքը կբարձրանա ջրեր ես, ես բարբարիս եմ լցնում, այսքան ուզում եք շատ լցրեք, ինքը թթվաշ համ է տալիս ու ինքան համով է բարբարիս ու ընդհանրապես մսեղենի վրա է լցնում, ճապերն է հալում, ես հիմա սոխն եմ լցնում, կանաչ սոխն եմ լցնում, ինչքան շատ ենքան համով։ Այն որ շատ մանր են կտրտում, դա էլ չեմ սիրում, մանր լինում համ չի զգացվում, հյութը սաղ դուրս է գալիս մեջից, այսինչ։ Հիմա լցում եմ, այստեղ ընդհանրապես համեմով ու սամիթով է համով, այստեղ սամիթ ունեմ, միթե սա սամիթ է, այո, սամիթ է, Այս համենները ձեզ մի բան ասեմ, երևի շատերդ նկատած կլինեք, ձկան համ է գալի, ես որ ուզում եմ անում եմ, երևս այդ ջարդում եմ ձերքիս մեջ ու հոտ եմ քաշում, մզգում եմ վարունգներից էլ այդպես համ գալիս, չեմ հասկանում ինչից է, կա սամիթ, որ շատ լավն է, նամ հետ կտրում ես անուշ հոտը գալիս է, Այս անգամ նայեցի, տեսնեմ, այդքան լավը չէր, բայց մի կերպ այդ վաճառողը զարմանում է, որ հոտ եմ քաշում, ասում եմ, բա իհարկե, հետո ինձ ասեցին, ճիշտ ջրով չեն ջրում, չգիտեմ ինչքան է դա ճիշտ, ես էլ վերջացրեցինք, հիմա միջև այդ քյուֆտիկները բարձրանան ջրեր ես, Վերջանել ես կանաչին կլցնեմ, մի քիչ զրուցենք, այսպես, ես էլ տրեմ տեղը, հիմա ես իմ կարակն է խնոցում, միշտ ես կարակից եմ առնում, հիմա որ ասեմ ռեկլամ կլնի, հա ինչ անի, բայց որ լավն են արդեն տարուց ավել ես օգտվում եմ և յուղից, և ես կարակից, Հավը տնական, արդիքից, չէ, արդիք չէ, որ տեղից չեմ հիշում, ես կան հերիքա,
Համով շատ։ Սպասի որտեղից է բերում։ Չեմ իշում լավ վեճում կգրեմ երես, խիսի շլավ հոտա գալիս, պահ, հիմեն պաթիլներն են արդեն եպում, քյուվտիկները կվարսրանա երես, արդեն կանջատենք ու կսկսենք համտեսել իմ սպասը իշլով, հիմա գնանք նստեմ սեղանի շուրջ, Հիմա եկան ստեղ, այս սեղանին փոքրիկ նստեցի, իմ սիրելի, չեմ ասում դեռով, ճաշը համտեսելու ժամանակ կտեսնեք, այսօր լուսինը 15 օրական է, 15 օրական է այսօր լուսինը ու կարևոր օր է, հետո կերկարացնեմ ավել այդ լուսնային օրի համար իրենից ինչա ներկայացնում և կհաստատեն ինձ, ինչ կուզենամ ձեզ խորհուրդ տալ, ասենց բաներ կարակ առնեք, ինքը ոչ աղյա, ոչ քաղցրա, այսպես իմ սեղանի կամ մեկ ընկերներս, որ գալիս են ծարևը ծաղիկին եմաս, ես չրթում ենք էլ, ինքն էլ ալավ, ոչ էլ չաղացնում, ու ոչ էլ այդ սուտ բաներ է, գիտեք, ես մի կեր կչաղացնեն, մի կեր կնիարացնի, այդ մարդու օրգանիզմն է, ինքան մարդ կա չի ուտում ոչ մի բան չաղ, Այդ օրգանիզմը ու մարդու բնավորությունը, իր գենետիկան ու իր ծնողներից եկած է։ Այս տարիքային կա, որ հորմոններն արդեն ինքը մեկը չաղանում է, թե տղամարդիկին լինի։ Կլիմաքսից հետո շատ կանակ է, արդեն մարմինը ձևափոխվում է, ինչպես աղջիկը դառնում է օրորդ, սկսում է ձևափոխվել ֆիզիոլոգիապես, այդպես էլ երբ որ արդեն այդ դաշտանացիկլի ավարտը գալիս է, կլիմաքսային շրջանն էլի մարդը ձևափոխվում է, կինը տղամարդիկ էլ ունեն կլիմաքս, ահավոր են իրանց մոտ, այդ շատախոսներն են, են ինչքան են խոսում, ու կանաչ ջղանացնում են, տեսնեմ աստեղ միջև լուսնային օրի մասին մանրակրկիտ խոսելը ինչ ես ձեզ հետաքրքիր խորհուրդ կտայի, խորհուրդ տամ տեսապահեմ հետոյի համար, Հիմա ստեղ թուղթ ունեմ, որի վրա գրանցումներ եմ շատ արել, բայց պահել էի, որ տանի բաստիվույմ մասը, բայց ստեղ կասեմ ձեզ, միջև են քվտիկները պարսանան ջրերերս ասեմ ձեզ։ Բոլոր 12 կենդանակերպերը և մեր սրբերն ու առաքյալները, որ նշանի տակ են ծնված։ Սա շատ հին գրականությունից են ես անել, սա ժամանակակից չի, որ մոլագարները սկսեն ինչ-որ բաներ էլի խոսել, թող մոլագարները խոսին, ոչինչ ես ուշադրություն չի, նրանք էլ են մարդ, թող իմանան, եթե այս աշխատանքը իրանց այդ զրույց իրանց հետաքրքիր չլինի, իրանք հենց էկրանի վրա ինձ տեսնեն կամ իմ նման մարդկանց, կամ ինձ թեկուզ Արմանին, որին որ ես տարայիմ հետ ավարտին, իրանք մեզ չեն լսի, իրանք լսում են ու անպայման պետք է գրեն, իրանց թաթը սովոր է, Գիտեք ինչ են իրանք շատ տենց գրում ու խոսում, որտեղ իրենց լսող չկա։ Նման մարդիկ, որ գրում են, իրենց լսող չկա, դրա համար իրանք գրում են հիմարություններ, որ իրենց պատասխանեն, հետո իրանք նորից էլի պատասխանեն ու դառնում են իբր շրջապատի մարդ, բայց իրանք հեչ բաներ, տղաս մի հատ լավ բառ ուներ, ֆուֆլո, ասում եմ ինչա, հետո ես սկսեցի օգտել, դրանք ֆուֆլո մարդիկ են, գործ չունես իրանց հետ։ Մեկ-մեկն ես լավ բարեր եք մոգոնում։ Տեսեք, խոյը, առաջին նշանը, Էղլա Բաղդողիմոսը, Հակոբոսը ցուլ, Անդրեասը երկվորյակ, Պետրոսը խեցկետին, Հուդան արյուծ, ու մտկով կանցներ, Մագդալենացին կույս, Մագդալենացին կույս, բայց պորմիկ էին ասում, չէ, նաև ինքը կռացավ իր մազերով, և յուղը կսեց և Հիսուսի ոտքերը մաքրեց։ Հակոբոսը կշերք, Թովմասը կարիճ, մենք ունենք քահանաներ Թովմասը անունով, ու ես հանդիպել եմ, որ իրանք իրոք կարիճ են, մի Թովմաս ունեմ կույսեր, մի Թովմաս ունեմ կարիճեր, Փիլիփոսը աղեղնավոր, Մաթևոսը այծեղջուր, Թաթևոսը ջրհոս, Սիմոնը ձուկ։
ու այստեղ էլ էլի մի բան ես այստեղ գրել եմ, սա էլ ձեզ ասեմ, որ Դա Վինչիի նկարը կա, որ երկու ձեռքերը կպնում է, տիրոջ ձեռքն է ու Ադամի ձեռքն է, այսպես մատները գալիս, բայց իրար չի կպնում։ Ասում են մասոնականն է, ինչ էլ կապում են մասոնների հետ, ոնց որ մեր հիմա այդ նոր զինանշանը, որ բան այնք եղել է մեջտեղը նշանը, որ տված է, ասում են մասոնական։ Այդքան բացատրեցին, ոչ միայն ես, ասեցին, որ դա մասոնական չի, հայկական խորհրդանիշը, էլի մեկ ընդեղից գրեց, այսօր եմ կարդացել առավոտյան, որ այդ ինչ մասոնական նշան են էլի դրել։ Այդ մոլականներն են, մենակ իրանց են լսում։ Աստված մեր գիտակցության մեջ է, ձերքերը չեն կպնում, այդ Ադամի Աստծու ձերքեն է, ներքև Ադամն է, այն էլ Աստծու։ Այսը տարածություն է, դա էլ ոտն է։ Մեր աղերսը պետք է միշտ լինի, մեր խնդրանքը պետք է միշտ լինի։ Ինչ ստեղ գրել եմ կարճ բաներ, այդ բոլորն ուզում եմ ձեզ ասեմ, ուզում եմ, որ դուք մտածեք։ Այդ զինանշանի վրա աչու ծախի, աչի վրա էր, չի ինչքան հիշում եմ խաչը, հա, մի րոպե, չէ թե ծախի վրա է։ Մի խոսքով աչը վերցնում է, ծախը տալիս է։ Հինգշաբթի դավաճանության օրը ուրբաթը խաչվելու օրն էր։ Ինչ ունեմ այստեղ հետաքրքիր բաներ ձեզ ասելու։ Նախանձը 1000 անգամ ավելի վտանգավոր է սովից։ Այս իմ թռուցիկներն է հերթական։ Դա հոգևոր սովն է։ Լույսն ու խավարը մարդու բնությունն են։ Մեկին օգնում է լույսը, մյուսին խավարը։ Այսինքն նախանձը եւ չարը, ուրիշի հոգու լույսը կարելի է ասել այրում է։ Նախանձի աչքերը, որից թունավորվում է ու առաջանում է ներքին ցասում, նենգություն կարելի ասել։ Նախանձ մարդիկ նենգ է։ Մեր սպասել պատրաստ է արդեն, քյուրտիկները դուրս եկան երես, արդեն պատրաստ է, ուղղակի ինքը շատ տաք է։ Այդքան տաք որ ուտես չես վայելի համը, մի քիչ կոնե տաք լինի։ Հիմա միջև սարել է, իմ հյուրը, իմ սիրելի Արմանն է, տեսնում եք ինքը իմ կողքը, հիմա մենք առաջինը ինձ օգնեց, որ այս նկարահանումը գնամ, որտև ես մենակ դա չէի կարող։ Քանի որ այսօր երեխաների օրն է, խաղաղություն, ուրախություն ու խաղաղությունը կլինի Հայաստանում միշտ, երեխաների դեմքն է թող միշտ ժպիտ լինի եւ մեր հայազգը բազմազավակ ընտանիքներ լինեն, բազմազավակ այդքան կորուստներ եկեք մենք դա մոռանալ չի լինի, ուղղակի փակենք, դա հնարավոր չի մոռանալ այն վիշտը, եկեք փակենք, որ լույսը շատ կա, ու ընկնի մեր երեխեքի բոլոր երեխաների վրա ու ամեն ընտանիքի կողքով որ անցնում ես այդ բնակարանը կչկչոց լցվի երեխեքի, հեռհեռոցը լսվում, ուրախանում են, երգում են, պարում են, առաջվա Հայաստանում բակերում վազվզում են, այդ հեռախոսները թողեն ու երեխեքը դուրս կամ բակ գորոձագորոդ, կլաս, չիլիկ դաստա, էշմիլիցա, այն ինչ է խաղում, շատ պարան էին թռնում, ռեզին էին թռնում, այդ խաղերը թող բոլորը հետ կա, ու կերևա, որ սա իրոք բակ է, իրոք սա Հայաստանը, ու ամեն գյուղում, շրջանում, Երևանում, բոլոր քաղաքներում այդ երեխեքի կչկչոցը պետք է լսվի, ընտանիքներից ելնելով, դրա համար ամուսինները պետք է շատ սիրով լինեն, լույսը բացում է ժպտա, որտեղ խաղաղությունը արև կա մեր աշխարհում հայոց, որ երեխեքը գիտնական մեծանան, որտեղ մեր արան մեջ հետ կա այդ գիտությունը, այսպես, այդ ես բաժակաճառ ասեցի ու կցանկանայի, որ բոլոր կենացները բարի են լինում, թող բոլոր կենացները իրականություն դառնան, այդքան է, ոնց որ լիմոնադ լինի, այս գինի, այսօր լուսինը 15 օրական է, և տեսեք իրանից ինչա ներկայացնում, խաբեության ու կեղծիքի օրա, և լուսինը գտնում աղեղնավորում, այսօր ու վաղը, սա նպատակային օրա,
աղեղնավորն էլ երկակի է, օրվա կես ուրիշ է, ինքը կրակ է, ավելի լավ տեսեք ինչ եք դուք տեսնում, փաստաթղթերն է, իրավական փաստաբանությունը, Եվրոպայա, երկրները, սահմանները, բայց էմիգրացիաների ու շատերը հետ կգան Հայաստան։ Խաբեության, կեղծիքի, սուտ խարդախություններ, ստի խարդախություններ սրվում են ավելի։ Ներքին կոնֆլիկտային վիճակ է տալիս, որ այս ընտրությունների հետ կապ ունի, որը որ բացարձակ չի կարելի։ Այդ որ ասում ենք լարված, ճիշտ է, լարվածություն կլինի, բայց ոչ այդքան սարսափելի։ Ես հիմա ձեզ կկարդամ կասեմ ինչպիսի օրը ու Արման իր գործիքներով ավելի կտեսնենք իր գործիքներ ինչպես է դա ասում։ Սա աստղաբանությամբ լուսնայիններով Արման իր գործիքներով գայթակություններ կլինի, որտեղ աղեղնավորի մոտ էլ կա գայթակվածություն, հատկապես տղամարդիկ ավոր գայթակվող են, նրանց մոտ մեծամասնությամբ խաղամոլներ են լինում։ Խաղամոլներ շատ են լինում եւ դավաճաններ կնոջը։ Տարբեր ոլորտներում կա վտանգ, ենթարկվող, վնասակար ազդեցություններ կլինեն, եթե սխալ քայլեր անեն, քանի որ վարքի հետ էլ է կապված վերահսկողությունը հարկավոր ամեն մոտ իր վարքին հսկող լինի, տիրություն անի, որպեսզի եւ նաեւ ազդեցությունների տակ չընկնի։ Դուք ձեր սեփական խելքն ունեցեք։ Հիշեք հետևանքներ, ինչ հետևանքներ կունենա։ Շատ բացասական լինելը եւ աշխատանքի բացասական լինելը հետևանքներ կտա հիմնական անոթների հետ կապված, վերջույթների հետ կապված եւ կարող այդ լարվածությունը վթարներ տա, որտեղ այդ վտանգներն էլ սպասվում, նաեւ թունավորվածություններ։ Ամենից հաջողակ օրերից մեկն է այսօր, եթե դուք մանտրաների, մեդիտացիաների մեջ լինեք ու լավ կլինի, որ ձեր ջուրը, ձեր կերակուրը մի տենց երաժշտություն տնեք, ուտելու ժամանակ այդ մեդիտացիաների երաժշտությունները լինի, մանտրաները լինի, որ այդ թրթիրները զգացվի ու շատ լավ է միջավայր դա էլ ինձ շատ օգնում հանգստացնում է Տեր Ողորմյան, որ մենք լսենք։ Ես շատ լսում եմ ավելի Կոմիտասին, դա ավելի եմ հավանում, Մարտկա Եկմալյանին է հավանում, դուք ինքներդ գիտեք, բայց Տեր Ողորմյան Կոմիտասի լավ ավելի։ Ուրիշ լուրջ խնդիրներ այսօր չլուծել չանել, որովհետև ճիշտ չի լինելու։ Մի մտածեք որևէ ֆինանսական գործարքի մասին, հետաձգեք, կարևոր բանակցությունները, հասարակական զվարճանքները համար լավ է դա երեխաներն, որ զվարճանքները դրսում հիմա լավ է այդ ամենը, մրցույթներ, միջոցառումներ, ցուցահանդեսներ կարելի է անհրաժեշտ է խստորեն վերահսկել ձեր հույզերը, խուսափել վեճերից եւ լուծել բոլոր կոնֆլիկտային իրավիճակները, որը շատ հավանական է խաղաղ ճանապարհով այդ հարցերը լուծելու համար։ Հիմա այս ինչ որ 15 օրականի համար ասեցի լուսնային օրով, հիմա Արմանը իր գործիքներով կասի ինչպես է։ Այսպես կան Ասեմ, որ ահագին համապատասխանում այս դեր աստղաբանություն ու տարօրի քարտերն, ամանավանդ քանի որ այսօր լուսինը 15 օրեկան է, 15-ը ասոցացվում է տարօրի մեջ դիավոլ քարտի, դիավոլը տալիս է գայթակղություններ, կարող է պահի ինչ-որ ազդեցություններ, որ մարդը կարա չմտածի, տրվի գայթակղությանը կամ տակ գլխով որոշումներ կայացնի ու ինքը տուժվի։ Մեկ էլ այստեղ կարան տուժվեն շատ կանայք ու տրվեն գայթակղություններին, կարտը վլյուբլյոնի են, սիրահարների քարտն է դրա մասին խոսում։ Ուստեղ իշխում է դիավոլի էներգիան կա այստեղ։ Այստեղ տուզ պենտակլի, զվիզդա, ֆինանսը ձեռքը, զվիզդա, նպատակը, երազանքը իրոք լուրջ գործեր չի կարելի անել նամանավանդ ֆինանսների հետ։ Դրա մասին խոսում է տուզ պենտակլի, որովհետև ֆինանս կկորցնեք։ Այստեղ տղամարդիկ պետք է մի քիչ ուշադիր լինեն ու զգույշ լինեն, որովհետև կարող է իրանց անզգույշ բարի ու քայլի պատճառով իմպերատորն է դուրս եկել։ Այստեղ դիսյատկա կուպկով ընտանիքի մասին է գնում խոսքը։ Տղամարդիկ կարան նեղացնեն իրանց կանանց, հենց ընկնեն ինչ-որ ազդեցության տակ ու տուժվի իրանց ընտանեկան հարաբերությունները։ Այսօրով պետք է առնվազն լինեն սթափ,
պետքա չտրվեն գայթակղություններ, այստեղ նաև պետքա չընկնել ուրիշի ազդեցության տակ, որովհետև մանիպուլյացիաներ շատ կարող է լինի այսօր, քանի որ ինքը դիավոլի էներգիան է համարվում։ Ու մեկ էլ մեքենաները պետքա շատ ուշադիր վարել այսօր։ Նաև դրա մասին ազգուշացնում տարում։ Այսքան։ Հիմա ոչ չասել, որ սա ճիշտ է։ Ես ինչ ասեցի Լուսնային, մեքենաներ զգույշ լինեն, վթարներ չլինի, դա նաև ոչ սթափ լինելուց, պարտադի չի խմիչք լինի, մտածելակերպն է լարվածությունը մարդու։ Այս ինչը որ ֆինանսների հետ ասեցիր, այո, որ ֆինանսական ոչ մի գործողություն այսօր չարվի։ Զույգերի հարաբերությունները, որ տղամարդիկ, հատկապես տղամարդիկ, որտեղ գայթակղություն է գնում, այն էլ աղեղնավոր տղամարդկանց մոտ։ Այ կներեք, այստեղ տեսեք կարող է դավաճանության դեպքեր անսպասելի բացահայտի, որովհետև տղամարդը սիրում է, կինը թաքուն նայում, ինչ-որ բան բացահայտի, դուրս գա ջրի երես։ Հետաքրքիր Այստեղ պետք է զգույշ լինեն անպայման տղամարդիկ ու իրանց ամեն քայլը պետք է անեն շատ մտածված։ Հավասարակշիռ պետք է իրանց ամեն քայլը անեն։ Դա գլխով որոշումներ արեցին, իրանց ընտանիքը անձնական հարաբերությունները կտուժվի։ Հետո ասում է սուտը, մոլագարներ ջան, այ մոլագարներ ջան, այս ոնց եղավ, առաջին անգամ Արմանը հիմա, ես կարդացի Լուսնային օրը, որ գիտությունը աշխարհը դա հնից եկած բանա, սա էլ կարտերը տարով, որ ցույց տվեց համարյա նույն բանը, այսօր Լուսնի 15 օրը ինչպիսին է։ Ու դրա համար ասեցի գլուխները եւ այն զվարճանքները կար, որ երեխեքի զվարճանքները դա երևաց, որ այսօր Դեսյատկա կուպկա ֆենատենում եք երվում երեխեքը պարում են։ Հա, բայց ճիշտ է, ինչ է տալի։ Դե ամուսներն դեռ երեխաները պարեն, բռնել ուրախանում են, շատ ճիշտ է։ Հիմա մի հատ ուրիշ բան եմ ուզում քեզ հարցնել։ Այս դու ես ասես ճիշտ գրագետ աշխատում, թե քո կարտերն են ճիշտ։ Տեսեք, կարտերը ցույց են տալի, բայց նախ դու պետք է ունենաս գիտելիք, որ կարողանաս իրանց գրագետ մեկնաբանես։ Հա, բայց տարբեր աստղաբաններ տարբեր բան են ասում։ Ես տեսնում եմ երբեք վատվան պատերազմ են 20 թվականի, որ ասում եմ չի լինի, էլի վատվան չեմ ասել, բայց նամյոկներ էի անում։ Դե գիտեք ինչ կա, ամեն ինչը չի որ պետք է ասենց ուղիղ մարդկանց ասել։ Չի կարելի ասել, չի կարելի այդ խոճապի մեջ մարդկանց գցել են էլ մեր ազգի, որ երկրաշարժ ա տեսել, պատերազմը տեսել իրար հետև երկրաշարժ պատերազմը տնես նորից էլի ժողովրդին վատի մեջ տնես, վատա, մարդիկ ոչ մի բան չլինելով էլ կգժվեն, հետո ես մարգարել չեմ, որ իմ ամեն ասած 100%-անոց դոգմա ընդունեն, հա։ Մենք ոչ մեկս աստված չի, որ ոչ մեկս ստեղ մարգարե չենք, 100% այս աշխարհում ոչ մի բան չկա, բայց թե աստղաբանությունը, թե տարում 100-ամյակների գիտությունն է, ու իրանք 85%, անգամ 90% ճշգրիտ են ցույց տալի ամեն բան։ Եթե մասնագետը գրագետ է բացատրում ու ինքը կրթված է։ Այդ է պետք է ամենտեղ գրագիտությունը հարկավոր, այսքանը չէ, կա ինչ-որ մի բան ավելացնես։ Չի ավելացնելու բան չունեմ, լավ մնացեք մեր սիրելի ժողովուրդ, ամենակարևորը մտածեք դրական, ապա տեղեկատվություններին բանի տեղ մի դրեք, միջև այդ լուրերը չլսեք հավաստի աղբյուրներից։ Ավելացնելու ոչինչ չունեմ այլևս։ Մեզ համբերություն, այս երեխաների օրն էլ թող ուրախություն լինի, միշտ ամեն օրը տոն երեխեքի համար, այսքանը։